Բոսնիա եւ Հերցեգովինայի Բանովիչի ածխահանքը դեռևս օգտագործում է գոլորշու շոգեքարշներ, ածխային վագոնները կարճ երթուղիներով տեղափոխելու համար։ Սա Եվրոպայի վերջին վայրերից մեկն է, որտեղ գոլորշու էներգիան մնում է ամենօրյա գործունեության ֆունկցիոնալ մաս, այլ ոչ թե կարոտախտի դրսևորում։ Հանքի նեղ երկաթուղին, որը կառուցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, շարունակում է ապավինել հնացած շարժիչներին, որոնք սպասարկում են տեղի ինժեներները։ Նրանք պահպանում են 1920-ականների դարաշրջանի մեքենաները։ Ածխով աշխատող համակարգերով եւ գոլորշու շարժիչներով գործող շոգեքարշները աշխատում են նեղ գծերի վրա, ինչը ժամանակակից արդյունաբերության մեջ ավելի ու ավելի հազվադեպ է դառնում։ Սա 83-ից 159 շարքի շոգեքարշ է, որը ամբողջ աշխարհում օգտագործվում է միայն այստեղ, նեղ ռելսերի վրա։ Սրանք մեքենաներ են, որոնք օգտագործվում են ածխահանքում անմիջական արտադրության մեջ։ Այն աշխատում է երկար ժամանակ եւ դեռ կշարունակի աշխատել։ Շոգեքարշներից դուրս եկող գոլորշու տեսարանը, երբ դրանք անցնում են հանքով, հիշեցնում է պատմական տեխնոլոգիայի մասին, որն այս տարածաշրջանում շարունակում է մնալ ամենօրյա գործունեության անկյունաքարը։ Կերամիկական աթոռից մինչև միջատների խեժից պատրաստված լամպ, դիզայնին վերաբերող ամեն ինչ ցուցադրվել է Pad London-ում պատմական եւ ժամանակակից ստեղծագործություններին նվիրված տոնավաճառում։ Քաղաքի Berkeley հրապարակում տոնավաճառն անցկացվում է 17-րդ անգամ։ Այն ներառում է տարբեր երկրներից մոտ 70 պատկերասրահի նմուշներ, ցուցադրված են հին հավաքածուներ, նաեւ ժամանակակից ֆունկցիոնալ արվեստի գործեր։ Դրանց թվում են նրբագեղ պահարաններ, լամպեր եւ գրավիչ, աչք շոյող աթոռներ։ Այստեղ ցուցադրված առարկաներից շատերը կարելի է օգտագործել առօրյա կյանքում։ Sarah Myers-Squibb պատկերասրահի ցուցասրահում ներկայացված են բնական նյութերից, այդ թվում փայտից եւ միջատների խեժից պատրաստված մի շարք ստեղծագործություններ։ Կարծում եմ, մարդիկ իրականում մտածում են, թե ինչ են գնում եւ ինչ պատճառներով են գնում։ Նրանք իսկապես ցանկանում են աջակցել արտադրողներին։ Խոսքն անհատի մասին է։ Կարծում եմ, զանգվածային արտադրության շատ միանման աշխատանքներ գնելու փոխարեն մարդիկ կարող են ավելի քիչ եւ ավելի լավ իրեր գնել։ Տոնավաճառի հիմնադիր Պատրիկ Պերինի խոսքով կա ավելի նուրբ իրերի ձեռքբերման միտում։ Նա վստահեցրել է, որ այժմ մենք վերադառնում ենք այն ժամանակաշրջանին, երբ մարդիկ ավելի քիչ, բայց ավելի որակյալ իրեր էին գնում։ Պերինը Լոնդոնի տոնավաճառը հիմնադրել է 2007 թվականին, Փարիզի տոնավաճառից հետո, որն առաջին անգամ բացվել էր 1998 թվականին։ Գերմանիայից, Ավստրիայից եւ Շվեյցարիայից ավելի քան 100 շուն Մյունխենում մրցել է ժամանակի դեմ տաքս հունդների 3-րդ միջազգային մրցույթում։ 40 մետր երկարությամբ եւ առանց նշված արահետների մրցուղին կարելի է հաղթահարել ընդամենը 4.4 վայրկյանում, ինչպես այդ ժամանակ ցույց է տվել նախորդ 2 տարիների ամենաարագ մրցակից Լուիդ Պոլդը։ Մրցույթում մի քանի անվանակարգ կա՝ թեթև քաշից մինչև 5 կիլոգրամ, մինչև տարեց կամ ֆիզիկական խնդիրներ ունեցող շների համար նախատեսված ներառական մրցավազքեր։ Ոչ բոլոր շներն են հասկանում միջոցառման մարզական բնույթը եւ որոշները մեկնարկից հետո անմիջապես վերադառնում են իրենց տերերի մոտ։ Հաճախ պատահում է, որ տերերն ավելի հավակնոտ են, քան շները, քանի որ շներին չի հետաքրքրում, վազում են, թե ոչ։ Նրանք պարզապես վայելում են մրցավազքը, կամ նրանցից ոմանք խաղում են միմյանց հետ ճանապարհին։ Այսպիսով սկզբունքորեն դուք չեք կարող նրանց ստիպել վազել, եթե նրանք չեն ցանկանում։ Երկօրյա միջոցառման շրջանակում կազմակերպվել են նաև ներկայացումներ, ինչպիսիք են շների պարը, որտեղ մասնակիցներից մեկը եւ նրա 2 ընտանի կենդանիները ցուցադրել են իրենց հմտությունները նոյեմբերի կեսերին հունգարական Սարվար քաղաքում կայանալիք շների պարի Եվրոպայի առաջնությանն ընթരാճ։ Իսպանիայի ամենատարեց գործող շախմատիստ Մանուել Ալվարեսը նշել է իր 104-ամյակը Մադրիդի Վալդեբեռնարդո թաղամասում անցկացված հատուկ շախմատի մրցաշարով։ Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 160 հոգի, հարգանքի տուրք մատուցելու նրա անսասան ժառանգությանն այս սպորտաձևում։ Թոշակառու ինժեները, որը մրցակցային մակարդակով սկսել է շախմատ խաղալ 22 տարեկանում, ավելի քան 8 տասնամյակ ակտիվ է եղել այս սպորտաձևում։ Հայտնի որպես Դոն Մանուել, Ալվարեսը մեծ հիացմունք է վայելում Իսպանիայի շախմատային համայնքում իր նվիրվածության եւ երկարակեցության համար։ Նա խոստովանել է, որ անչափ շատ է սիրում մտածել։ 100-ամյա տղամարդն իր առաջին մրցաշարային խաղը խաղացել է 9-ամյա տղայի դեմ, որին հաղթել է դժվար խաղից հետո։ Դոն Մանուելը վերջերս է ապաքինվել եւ դուրս գրվել հիվանդանոցից ու մասնակցել է իր Վալդեբեռնարդո
Լեոնարդո շախմատի ակումբի կազմակերպած ծննդյան միջոցառմանը։ Նրա ներկայությունը մրցաշարին գործընկերների եւ սիրահարների կողմից ընդունվել է ծափահարություններով եւ գնահատանքով։ Մենք միշտ մտածել ենք, որ նա չէր կարողանա ավելին անել հաշվի առնելով իր տարիքը, բայց այս մարդը միշտ զարմացնում է մեզ։ Տեսնում եք, ամեն անգամ ավելին է անում եւ իհարկե հուսանք, որ կկարողանանք նշել նրա 105-ամյակը։ Այս մրցաշարն իրականում կազմակերպվել է Ալվարեսի ծննդյան տարեդարձի տոնակատարության կապակցությամբ եւ հարգանքի տուրք է շախմատում նրա ունեցած ներդրմանը։ Մրցաշարի մասնակիցները շեշտել են այն ոգեշնչումը, որ նրանից շարունակում են ստանալ երիտասարդ շախմատիստները։ Ֆրանսիացի լեգենդար նկարիչ Պիեր Օգյուստ Ռենուարի նկարը, որն ավելի քան 100 տարի առաջ ստեղծվելուց ի վեր երբեք հանրությանը չի ցուցադրվել, պատրաստվում է աճուրդի հանվել Փարիզում եւ ինչպես սպասվում է կվաճառվի առնվազն 1 միլիոն եվրոյով։ 1910 թվականից առաջ նկարված Խաղալիքներով երեխա Գաբրիելը եւ նկարչի որդին Ժանը վերնագրով կտավը նկարիչը նվիրել է իր միակ ուսանողուհուն եւ մտերիմ ընկերուհի Ժան Բոդոին։ Այդ ժամանակվանից ի վեր այն մնացել է ընտանիքի մոտ։ Աշխատանքում պատկերված են նկարչի որդին Ժան Ռենուարը եւ նրա դայակը Գաբրիել Ռենարը։ Նա նկարչի սիրելի մոդելներից մեկն էր, որը կեցվածք է ընդունել գրեթե 200 նկարում, ասել է աճուրդավար Քրիստոֆ Ժորոն Դերեմը։ Սա մտերմության գլուխգործոց է, մենք տեսնում ենք այս շատ քնքուշ հարաբերությունները Ժան Ռենուարի եւ Գաբրիելի միջև։ Պատկերացրեք, թե ինչ դժվար է եղել վերահսկել երեխային, որպեսզի Ռենուարը կարողանա նկարել նրան։ Նկարը համեմատելի է Վաշինգտոնի ազգային պատկերասրահում ցուցադրված համանուն ստեղծագործության հետ։ Հավաստագրման ժամանակ այն ուղարկվել է Միացյալ Նահանգներ, որպեսզի երկու աշխատանքները կարողանան համեմատվել կողք կողքի։ Արվեստաբան եւ Ռենուարի մասնագետ Պասկալ Պերինը վստահեցրել է, որ այս արվեստի գործը բացառիկ վիճակում է եւ բոլոր գույները կատարելապես պահպանված են։ Նկարը կվաճառվի նոյեմբերի 25-ին Փարիզում գտնվող Դրուետ աճուրդի տանը կազմակերպված աճուրդում։ Ամեն առավոտ լուսաբացից առաջ Աննա Պոսին քայլում է վաճառասեղանի հետևում եւ միացնում է էսպրեսո սուրճի մեքենան, ինչպես արել է ավելի քան 8 տասնամյակ։ 100 տարեկան հասակում Պոսին համարվում է Իտալիայի ամենաերկար ծառայող բարիստան, այսինքն բարի աշխատակցուհին։ Այս տիտղոսը հպարտորեն փակցված է Նեբիունոյի բար Սենտրալեի դիմաց գտնվող պաստառի վրա, որը Մաջորե լճի ափին գտնվող փոքրիկ քաղաք է։ Պոսին սկսել է աշխատել 18 տարեկանում Ջենովայի իր ազգականների ռեստորաններում։ Նա նույն վաճառասեղանի հետևում աշխատել է ավելի քան 65 տարի եւ չի նախատեսում դադարեցնել աշխատանքը։ Պատերազմական ժամանակների ռեստորանատերերի դուստր Պոսին ամուսնացել է հյուրընկալության կենտրոնի մեկ այլ սեփականատիրոջ հետ, որը մահացել է 51 տարի առաջ։ Այդ ժամանակվանից ի վեր նա շարունակում է ղեկավարել Նեբիունոյի կենտրոնում միասին բացված բարը։ Պոսին պատրաստվում է նշել իր 101-ամյակը 2025 թվականի նոյեմբերի 16-ին։ 100-ամյա տատը խոստովանում է, որ այս բարն իր համար ոչ թե աշխատավայր է, այլ հանդիպման վայր։ Պոսին շարունակում է գրավել երկրպագուներին եւ զբոսաշրջիկներին, որոնք հաճախ լուսանկարվում են նրա հետ։ Պատահում են նաեւ հաճախորդներ, որոնցից հրաժարվում է գումար վերցնել։ Նրա երկարակեցության գաղտնիքը կայուն ռեժիմն է, լավ հումորը եւ գիշերային գազավորված լիմոնադի շիշը, որը պահվում է մահճակալի կողքի սեղանին։ Մարոտ Հարվերդյան, Այլ լուրեր։